նա Թիֆլիսի առևտրային փաստորեն տան սեփականատեր լինելով, գլխավոր բաժնետեր լինելով, կազմակերպում է մասնաճյուղեր Բաթումում, Բաքվում եւ դրանց միջոցով բոլոր այս փոխանցումները կատարվում էին եւ կարողանում է աստիճանաբար այս խոշոր կապիտալի կուտակմամբ ստեղծել արդեն մեծ ընկերություն 19-րդ դարի վերջին, դա Մանթաշյանց եւ ընկերներ այդ առևտրային կազմակերպություններ խոշոր, որը կարողացավ ի սկզբանե ունենալ հսկայական կապիտալ, դա 1899 թվականի դրությամբ 22 միլիոն ռուբլի էր, ահռելի գումար այն ժամանակվա համար, որով ինքը դառնում էր ամենահարուստ մարդկանցից մեկը ռուսական կայսրությունում եւ առաջին աշխարհի նախօրյակին կապիտալը արդեն նրա մահվանից հետո 30 միլիոն ռուբլի էր հասել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։